Բարեկամներ, բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Բիպոյանը, շնորհակալություն պարոն Բիպոյան։ Շնորհակալություն հավերի համար։ Գազի սակագինը հայտարարվել է, որ ըստ երևույթին հուլիսի 1-ից կէժանանա, 9 դրամով համ էր սպառողներից համար։ Ես սկսում ընդհանրապես ինչպես է այդ սակագինը հաշվարկվում, այսինքն եթե դառնում է, չգիտեմ, այսքան, հա, սահմանի վրա, ինչու է դառնում այսքան մեզ համար։ Կա այդ ֆորմուլա որևէ։ Իրականում ֆորմուլա կա, բայց մենք հենց խնդիրը պետք է դիտարկենք հետևյալ կոնտեքստում։ Տարօրինակ է, բայց փաստ, որ հենց մատակարար ընկերությունը տնտեսվարող սուբյեկտը ինքը նախաձեռնեց գազի գինը նվազեցնելու process-ը։ Այսինքն ոչ թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբ տեսա, որ միջպետական պայմանագրից ելնելով սակագինը սահմանի նվազում է եւ հետեւաբար պետք է նաեւ ըստ տրամաբանության նվազեր մեր սպառողներից համար, այլ տնտեսվարողը ինքը նախաձեռնեց այս քայլը։ Ինչու՞։ Չի ուզում փող աշխատի։ Տնտեսվարողը ցանկանում է, բայց ըստ էության տրամաբանություններ տանում նաև դրան եւ բարի կամքը, այսպես ասած, իր կողմից դրսևորում է առաջին քայլը կատարում է տնտեսվարողը, ինչը արդեն իսկ վատ է մեր երկրի կառավարման տեսանկյունից, որովհետեւ առաջինը հենց հանձնաժողովը պետք է սա նախաձեռներ։ Երկրորդ, ինչ է տեղի ունենում ըստ էության process-ում, երբ հայտը ներկայացնում է հենց մատակարարը, հա, տնտեսվարող սուբյեկտը։ Տնտեսվարողը ներկայացնում է այն դրույթը, որից ելնելով նա մատակարարման գինը նվազեցնում է, այսինքն որովհետև սահմանի վրա նվազեց, ես ինքս տանում եմ դեպի նվազեցման։ Այլևս ինչպես է ձևավորվում գինը մնացած բաղադրիչները, ըստ էության մղվում են երկրորդ պլան։ Մինչդեռ եթե նախաձեռնությունն ըստ էության ցուցաբերեր վերահսկող կառույցը, նա կարող էր ամբողջական դրույթները վերցնել ներգրավել, որովհետև ինչպես է վերջնական գինը ի վերջո ձևավորվում, ունենք սահմանին վճարվող գումար, ունենք տեղափոխման ծախս, այսինքն այդ մարժան, մինչև սպառողին հասցնելը ունենք տնտեսվարողի համապատասխան շահույթը եւ սպառման ծավալների ձևավորվում է 1 մետր խորանարդի համար համապատասխան գումարը, հա։ Հիմա այստեղ ունենք ինչ խնդիր։ Մենք բիզնեսին տվել ենք բացառիկ արտոնություն, բացառիկ։ Եվ ըստ էության բիզնեսը կառավարում այնպես, ինչպես նա ուզում է։ Այսինքն, եթե հիմա մենք վերցնենք այն ծախսային ինդեքսները, որոնք որ կան, բոլոր տեղերում գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագնի հաշվարկում, ծախսերի, շահագործման եւ պահպանման ծախսերի մեջ այդ ուրեմն 45.8 միլիարդից ուրեմն 35.9 բաժին անկնում աշխատավարձերին, այսինքն 80%։ Այդ ով է այս թուղթը Սա հանրային ծառայությունների կողմից հրապարակված արտոնից, որը նրանց է ներկայացրել բնականաբար Հայրոս գազարտը, հա, Գազպրոմ Արմենիայից։ Հիմա բնական գազի փոխադրման սակագինը հիմա եթե մենք վերցնենք, էլի կտեսնենք, որ 6 տրիլիոն 462 միլիոն ծախսի մեջ միայն 2 տրիլիոնը 200 միլիարդով բաժին անկնում նորից աշխատավարձին ավելի քան 30% եւ նաեւ շատ կարեւոր բան նյութական ծախսերը 3 տրիլիոն 700 միլիարդ առանց բացվածքի նյութական ծախսեր ասելով ընդհանուր առանց բացվածքի հենց դրա մասին էլ խոսում եմ այսինքն սրանք էլեմենտներ էին որոնք առանձին ուսումնասիրության ենթակա են հիմա process-ը որը որ կա մենք տեսնում ենք որ ունենք շատ մեծ աշխատավարձեր ու այս աշխատավարձերը հիմա մենք պետք է աշխատակիցների վրա իրականացվող ծախսեր որոնց մեջ ներառում են նաև գործուղումներ եւ այլն եւ պրեմիաներ այսպես ասած հա հիմա մենք պետք է հասկանանք սա ինչ կոնտեքստում ենք դիտարկելու Առաջին հայացքից թվում է, որ շատ լավ է, որ մեր երկրում կան ընկերություններ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է աշխատել, ստանալ բարձր աշխատավարձ եւ արժանապատիվ իր կյանքը դասավորել։ Հա, ես ուրախ եմ այդ 1000 մարդու համար։ 1000 մարդու մասին։ Օրինակ 1000 մարդու, հա, կոնկրետ թե քանի աշխատակից ունեն, դες թվերին չեմ տիրապետում բոլորի, բայց մյուս կողմից ես հասկանում եմ մեկ բան, որ սա այս բարձր աշխատավարձները ուղիղ կապ են ունենում գազի գնին։ Այսինքն, եթե այնտեղ որևէ մեկը ստանում է 1 միլիոն դրամ աշխատավարձ, այս 1 միլիոն դրամը նրան տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպառողը։ Ու չկա որևէ օրինաչափություն, չկա կարգեր եւ անգամ եթե կա չի իրականացվում համապատասխան վերահսկողությունը, այս ծախսերը չներառելու սակագնի մեջ։ Տեսեք, օրինակ, եթե Գազպրոմ Արմենիա ընկերության որևէ ներկայացուցիչ պետք է գործուղվի դեպի Ֆրանսիա,
Մենք ունենք կառավարության որոշում պայմանական, որը սահմանում է թե օրինակ պետական աշխատողը եթե գնում է Ֆրանսիա, որքան է կազմելու նրա գործուղման ծախսը գիշերավարձ եւ օրապահիկ։ Եթե աշխատակիցը համապատասխան ցանկանում է մնալ ավելի թանկ հյուրանոցում գիշերավարձ վճարել, ապա բնականաբար նա կատարում է իր հաշվին, որտեղ պետությունը նրան տալիս է այսքան գումար։ Բայց այստեղ խոսքը պետության մասին չի։ Այստեղ պետության մասին չի, մասնավոր ընկերություն, որը հնարավոր է 3 հոգու գործուղի նույն մայր ընկերության, հա, տնօրենների գագաթնաժողովին, որը կայանա Դուբայի ոսկեզօծ դահլիճում թագավորական համարում եւ նրա գործուղման ծախսը բնականաբար կազմելու ահռելի մեծ գումար։ Հիմա պետությունը չի ասում, գիտեք, այս գործուղման ծախսից այնքանը, որքանը որ ես եմ տալիս իմ պետական կառավարման համակարգում գործող աշխատակցին, այսքան ծախսը ես համարում եմ որ կարելի է ներառել ինքնարժեքում, բայց դրանից ավելի ճոխությունը կատարեք ձեր եկամուտների հաշվին։ Կամ պայմանական գազարտը 16 միլիարդ Գազպրոմ Արմենիան 16 միլիարդ դրամ ծախսում է գովազդի վրա։ Ինչու ես որպես սպառող պետք է վճարեմ այս գովազդի գումարը։ Այսինքն խնդիրը ոչ թե տնտեսվարող սուբյեկտի մեջ է, այլ խնդիրը պետական վերահսկողության։ Եվ ի վերջո սա ինչքան էլ ես միշտ փորձել եմ ապաքաղաքական հայացքով խնդիրը վերլուծելու, սա այն բացառիկ դեպքերից է, երբ ուղղակի անհնարին է ապաքաղաքական հայացքով նայել։ Տեսեք, պարոն Պիպյան, Գազպրոմն է բերում Հայաստան գազը, Գազպրոմն է բաշխում, հա? Այսինքն միևնույն ընկերությունն է ըստ էության, չէ՞, դա անում։ Մեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այստեղ ինչ դեր ունի։ Հենց դրա մասին եմ ասում, այստեղ սա այն բացառիկ դեպքերից է, երբ ապաքաղաքական հայացքով ուղղակի նայելը հնարավոր չէ։ Իսկ ինչ վերաբերում է արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա այն քիչ առաջ թվարկածած դրույթներին իրականում նա հնարավորություն ունի անդրադառնալու։ Պայմանական ընդհանրապես թեկուզ կարող է դա լինել սիմվոլիկ, բայց գործուղումներից բխող ծախսերը եթե կան ճոխությունների հատվածը հանի, սա հնարավոր է 0.3 դրամի ազդեցություն ունենա իրականում ինքնարժեքի վրա, այն գումարի վրա, որը որ մենք ենք վճարում կամ, բայց սա ազդեցություն է եւ սա աշխատանք է, որը կատարում է լիազոր մարմինը։ Էլ չեմ քննարկում, որ չի իրականացվում որակի նկատմամբ վերահսկողություն, այսինքն տնտեսվարողը նրանց, այո, դա էլ անա, այսինքն նրանք իրավասություն ունեն, ոչ թե անմիջական ֆունկցիան, այլ իրավասություն ունեն, այսինքն մեր երկրում որևէ քաղաքացի եթե դժգոհում է գազի կալորիականությունից, հարաբերությունները, իրավահարաբերությունները կարգավորվում են ուղղակի, այսինքն պետության կողմից չկա որոշակի ներկայացուցիչ, որը գնալու է կանգնի սպառողի կողքին հասկանա, որքանով է ճիշտ, որքանով սխալ սպառողը եւ բնականաբար տնտեսվարող սուբյեկտը 10-ից 8 դեպքում առնվազն դատարանը այդպիսի կառույց չի։ Դատարանը, այսպես ասեմ, նման դեպքերում դատարան հասնում են միջնորդավորված, այսինքն երբ կա համապատասխան եզրակացություն առ այն, որ սպառողը ունեցել է խնդիր, դրանից հետո սպառողը դատարան մտնելու համար շատ ավելի լավ հիմքեր է ունենում, որովհետև մինչև սպառողը դիմում է դատարան, որ ես ունեցել եմ խնդրեմ, այս խնդրեմը պետք է որևէ պետական կառույց ի վերջո արձանագրի, որպեսզի նա կարողանա մինչև դատարան դիմի, մինչև դատական նիստը սկսի, արդեն իսկ այդ խնդրեմը հնարավոր է լուծված լինի։ Այսպիսի հարց, հա, ես կարդացել եմ մամուլում, որ դժգոհություն են հայտնել մեր գործընկերները, որ ինչու սպառողի համար շատ ավելի անհատական սպառողի համար շատ ավելի թանկ է, քան կորպորատիվ սպառողների համար։ Ես այսպես եմ հասկանում, որ բիրեքով ապրանք ավելի էժան է, քան անհատապես վաճառելը։ Ճիշտ տրամաբանություն է, թե չէ։ Ըստ էության, եթե մենք վերցնում ենք խնդիրը դիտարկում ենք բացառապես բիզնես տեսանկյունից, ապա տրամաբանությունը միանշանակ ճիշտ է։ Եթե ապրանքը շատ է, բնականաբար պետք է լինի ավելի էժան, քան սպորտ, բայց սա չի կարող վերաբերել հանրային կարևորություն ունեցող ոլորտներին։ Եվ բնականաբար աննորմալ process-ի հետ գործ ունենք արդեն, որ այս կարևորագույն հանրային ոլորտը ամբողջությամբ տարված է դեպի բիզնես դաշտ։ Ես քիչ առաջ ինչի մասին որ խոսում եմ, պետական կառավարման համակարգի մոդելը ըստ էության լրիվ դուրս է մնացել այս դաշտից, այսինքն մենք որևէ մասնակցություն սրա կառավարման process-ին չունենք։ Դրա համար եմ ասում, այստեղ իհարկե կա քաղաքական նաև կոմպոնենտ, որովհետև եթե մենք քննարկում ենք ինչ գնով գազ կարելի է ունենալ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում, մենք անպայման պետք է քննարկենք նաև Իրանի իսլամական ինչու է մենաշնորհ, հա, իրականում կարող է մենաշնորհ չլինել, հա։ Իհարկե կարող է մենաշնորհ չլինել, ավելին ասեմ, ոչ միայն կարող է մենաշնորհ չլինել միջպետական մակարդակով Ռուսաստանի տեսանկյունից, այլ հանգիստ կարող է մենաշնորհ չլինել նաև օպերատորի տեսանկյունից։ Այսինքն մենք ունենանք ռուսական ընկերություն, որը Հայաստանին մատակարարում է գազ եւ համապատասխան օպերատոր է գազը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից ունենանք ներմուծում այլ օպերատորաբաշխում։
Ներմուծություն ունենք։ Ոչ, ըստ էության, երբ որ մենք վետարկում ենք, իմ համար մեծագույն տարօրինակությունը այն էր, երբ ուսումնասիրում էինք փաստաթղթերը, տեսա հետևյալը, որ ներկրվող բնական գազի քանակ, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Ինչքան ենք Իրանի։ Բավականին մեծ ծավալ է իդեպ ասեմ, Իրանի Իսլամական Հանրապետությունից մոտավորապես 15%-ի համարժեք թիվ է այստեղ նշած, 10%, 15։ Հարց առաջանում, առավել եւս երբ որ վերցնում եւ ուսումնասիրում ենք արդեն բաշխման աղյուսակները, բաշխման աղյուսակներում ըստ ժամանակացույցի Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող ներկրված գազի բաշխումը ըստ ամիսների կա, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված գազի հետ կապված որևէ տվյալ այստեղ եւս չկա, ամբողջ աղյուսակը դատարկ է։ Եվ բնականաբար այս ամեն ինչի մեկնաբանությունը ստանալու համար պետք է որոշակի ժամանակահատված, որպեսզի գոնե պատկան կառույցները համապատասխան պարզաբանում տան, որովհետև ել եմ կրկնում, լինելով համակարգում եւ ուսումնասիրելով միշտ այս փաստաթղթերը, առաջին անգամ էր, որ որևէ ձև տեսանելի դարձավ եւ դա նույն հանձնաժողովը պետք է անի։ Իհարկե։ Մեկնաբանությունը հանձնաժողովը պետք է տա։ Իհարկե։ Սկզբում հանձնաժողովը, հետո եթե կդժվարանա, համենգոնե տնտեսվարող սուբյեկտը։ Ընդհանրապես, քանի որ այս թեման առաջացավ ճոխությունների, հա, ես չեմ կարող չհարցնել, չգիտեմ, ես դուք մասնագիտորեն չեք զբաղվում, հա, այ ասում են պետությունը ասում է մոտավորապես նույն բանը, հա, կառավարությունը։ Մեքենաները կկրճատենք, հաստիկները կկրճատենք եւ այլն, քանի որ ստեղ այդ հարցը առաջացավ եւ նրանց չես կարող ստիպել, բայց պետությունը ինքը ասում է, որ մենք կրճատում ենք։ Ինչպես եք դրան վերաբերվում։ Այսպես ասեմ, կրճատումները պետք է լինեն իրատեսական եւ կրճատումները չպետք է լինեն խոսքի տեսքով, որովհետեւ եթե մենք դիտարկում ենք հիմա, որ խոսվում է հատկապես այս օրերին 800 մեքենաների կրճատման մասին, իմ մոտ հարց է առաջանում։ 800 մեքենա կրճատել դա նշանակում էր ըստ տրամաբանության, որ մենք պետք է ունենայինք 800 աշխատատեղի կրճատում։ Ես խորին համոզմունք ունեմ, որ եթե մեր երկրում լիներ 800 աշխատատեղի կրճատում, այսօր հանրապետությունում կառավարության դիմաց բողոքելու են այդ 800 վարորդները, ուր են այդ 800 վարորդները, որոնք դարձել են գործազուրկ։ Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով կրճատումները հետևյալն են, այն մեքենաները, որոնք այսպես թե այնպես պետք է դուրս գրվեին, այս մեքենաները ի վերջո դուրս գրվեցին եւ հիմա մենք համարում ենք 24-30 եւ այլն։ Այսինքն ընդհանրապես այս կրճատումները, որովհետեւ դրան հաջորդեց արդեն նոր մեքենաների ձեռբերման հարցը, որը որ կա, եւ ի վերջո կառավարական թանկարժեք մեքենաներից որևէ մեկի կրճատման մասին հրապարակային որը process չկա։ Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ գործադիր իշխանության օղակներում մենք ոչ միայն ունենք նախարար եւ նախարարի 7 տեղակալներ, մենք ունենք աշխատակազմի ղեկավար եւ նրա 5 տեղակալները, ունենք խորհրդական, որոնցից յուրաքանչյուրին ամրացված է մեկ թանկարժեք ավտոմեքենա եւ կարծես նրանցից յուրաքանչյուրն էլ այս մեքենաներով այս օրերին շարունակում է կատարել աշխատանք, այսինքն ձևի եւ բովանդակության ներդաշնակությունը ես համենայն դեպս այստեղ չեմ տեսնում։ Եվ ելի եմ ասում, սրա վառ ապացույցը հետեւյալն էր։ Չկան այն 800 գործազուրկները, որոնք որ ըստ էության պետք է լինեն։ Եվ ի վերջո, եթե մենք խոսում ենք կրճատումներից կամ օպտիմալացումից, մենք պետք է հասկանանք մեկ բան. այս օպտիմալացումը որ օղակներում է լինելու, որովհետեւ եթե պետք է կրծեր, առաջատար մասնագետներն, ովքեր պետական բյուջեից ստանում են այնքան գումար, որ 5 հոգու գումարը կազմում է մեկ խորհրդականի աշխատավարձ, ապա ես միանշանակ սոցիալական այս ցաներ իրավիճակում կողմնակից եմ մեկ խորհրդականի կրճատմանը եւ ոչ 5 աշխատակիցների։ Առավել եւս որ եթե մենք ըստ էության շատ ավելի խորը գնանք, կտեսնենք, որ քաղցառայության ինստիտուտը այդպեսին որպեսին որ ներդրված է մեր երկրում, շատ հաճախ կարևորագույն պաշտոնների համար չի սահմանում մասնագիտական պահանջներ, այսինքն ուղղակի բարձրագույն կրթությունը բավարար է այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար եւ բնականաբար մրցույթը արդեն սահմանադրությունից եւ կանոնադրությունից է եւ ոչ միայն մասնագիտական համակարգեր կան, որտեղ ներգրաված են մարդիկ, ովքեր ըստ էության միգուցե եւ իրենք իրենց բնագավառում կարող էին աշխատել, բայց այսօր նեղ ոլորտային ոլորտներում են աշխատում, որոնք բնականաբար իրենց մասնագիտական կարողություններից դուրս են։ Այսինքն, եթե մենք գնանք օպտիմալացման հենց այդ մեխանիզմով, որ առողջապահության համակարգում կարող է աշխատել բացառության բժիշկ, որ իրավաբանական վարչությունում կարող է աշխատել ոչ թե բարձրագույն կրթություն ունեցող, այլ իրավաբանը, եւ այս պարագայում որևէ մաթեմատիկ դուրս մնա առողջապահական համակարգից կամ որևէ տնտեսագետ իրավաբանական բլոկից, սրան էս իմաստով ես մասնակի կողմ եմ։ Բայց եթե մենք պետք է տանենք նրան, որ իրականում ներքևի օղակներում որոշակի կրճատումներ անենք, իսկ վերնախավում
այդպես էլ հիմնական բարձր աշխատավարձեր, գործուղումներ եւ նրանց ամրացված համապատասխան ծախսերով մեքենաներ, մեքենայի շահագործում, այս պաշտոնյաները մնան իրենց տեղում, նման օպտիմալացումը միանշանակ էլ ավելի է դժվարացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Դառնալով սարքագների հաշվարկին, հա, այսպես ասած մի քիչ շեղվեցինք, այնուամենայնիվ կա մեթոդիկա, առաջի հարցին եմ, հա, կա բանաձև, որով կարելի է հաշվել եւ որը միանշանակ է, որի վերաբերյալ վիճել չի կարելի, թե էլեկտրոէներգիայի եւ թե գազի վերաբերյալ։ Միանշանակ բանաձևը կա եւ ըստ էության առաջին հայացքից թվում է, որ հենց այս բանաձևերով էլ առաջնորդվել ենք։ Կա ձեռբերման գին, կա ծախսեր, համապատասխան որն իրականացվում են եւ շահույթը։ Եվ սպառման ծավալներից կախված ձևավորվում է ինքնարժեքը։ Թվում է ամեն ինչը շատ բարձր եւ հասարակ, բայց ելի եմ կրկնում պրոբլեմը որտեղ է գալիս։ Հիմա մենք սահմանում ենք շատ բարձր աշխատավարձներ աշխատակիցների համար։ Մեր ընդհանուր ծախսերի մեջ սա կազմում է 30%, այսինքն սրա 10%-ի նվազումը էականորեն տոկոսային շեղում է տալու ընդհանուր ծախսերի բալանսում, հա։ Տեսակարար կշիռը բավականին մեծ է։ Հիմա հարց, եթե մենք իրավասու չենք բիզնեսին ասենք ինչպես կարող ինչպես ենք ազդելու, այսինքն խնդիրը կանում է հետևյալում, պետությունը պետք է սահմանի ճիշտ տարի կանոն։ Այսքան գործուղումը իմ համար ընդունելի է, այսքանը այլևս ոչ։ Իրավասու ենք, իրավասու չենք, դա պետք է գրված լինի օրենքում։ Իհարկե։ Գրված է, թե գրված չի։ Գրված չի։ Այդ իսկ պատճառով չի իրականացվում։ Այսինքն մենք պետք է կարողանանք այնպես անել, որ հանրային կարևորություն ունեցող ոլորտները ամբողջապես նախ բիզնեսինը չլինեն։ Սա ուղղակի չի կարելի ամբողջությամբ թողել բիզնեսին։ Մենք որևէ զարգացած երկրում չենք տեսնի, որ պետությունը sense կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտում ձեռքերը լվում է։ Այն որ մենք Ռուսաստանի հետ բանակցային դիվանագիտական հարաբերություններից ելնելով սկսում ենք էժան ստանալ, դա չի նշանակում, որ այս ոլորտում պետությունը մասնակցություն ունի։ Սա ամենևին այլ խնդիր է։ Խոսքը բաշխման մասին է։ Առավել եւս այն դեպքում, երբ ել եմ ասում, բավական լուրջ քաղաքական կոմպոնենտ կա, ինչու ենք մենք ձեռք բերում մի ընկերությունից, ինչու միայն այս պետությունից, այսինքն այսքանից հետո վերջին շղթայում եւս անմասն մնալ, սա ուղղակի անթույլատրելի է եւ բնականաբար հետևանքն էլ այդ անթույլատրելին ունենալն է եւ այսօր մենք բոլորս վճարում ենք դրա դիմաց։ Այսինքն էլեկտրոէներգիայի վերաբերյալ նույնը կարելի է։ Լրիվ նույն մեխանիզմն է գործում։ Հիմա էլեկտրոէներգիայի հետ կապված նաեւ գործում է հետեւյալը, թե ումից ենք ձեռք բերում էլեկտրոէներգիան, ինչու ենք ձեռք բերում թանկ աղբյուրից, ոչ թե էժան աղբյուրներից, այսինքն իրավական մեխանիզմներ, որ պայմանական, հա, եթե պետությունը տենդեր է հայտարարում, պետությունն ասում է, որ կառնեմ այս ապրանքը, այս գնով կամ ով որ ամենաէժան գինը տա։ Հիմա նույնը պետք է լինի այստեղ, որ սկսում ենք բաշխել մեր սպառողներին, բաշխել են էներգիան, որ ամենաէժանն ենք ձեռք բերել եւ ոչ թե ամենաթանկը։ Հետո պետք է հասկանանք, որքան էներգիա պետք է առնենք, որովհետեւ եթե շատ ավելի ենք խորանում էներգետիկ իմաստով Հայաստանի Հանրապետություն սարսափելի վատ վիճակում է մեկ շնչին բաժին գնող ընդհանուր էներգիայի թվով։ Այսինքն էներգետիկ քաղաքականություն եւ սակագին էլի պետք է տարբերենք, այսինքն այո, տնտեսվարողը պետք է առնի, որպեսզի էներգետիկ հզորություններ ստեղծվեն, բաշխման փուլը, արտահանման փուլը, այսինքն սա մեկ ամբողջական մեխանիզմ է, որտեղ մի օղակի դիտարկումով ուղղակի չի կարելի համակարգը դիտարկել եւ պատկերավոր անել, որովհետեւ այս տարի եթե մենք առնենք էժանը, հնարավոր է թանկ էլեկտրոէներգիա արտադրող որևէ հզորություն շահագործվի կես չափով եւ հաջորդ տարի արդեն էներգիայի խնդիր ունենանք քանակական, այսինքն քաղաքականության իհարկե նաեւ էներգետիկ քաղաքականություն։ Ես կարող եմ ասել մի բան, որ մենք էներգետիկ քաղաքականության, էներգետիկ հզորությունների ստեղծման մասով փոխեցինք մեր քաղաքական կուրսը մոտավորապես 2000-ականների միջնամասում եւ այս կուրսը, որը որ մենք հիմա ենք վարում, այսինքն անհեռանկարային քաղաքական կուրս, զուտ ներքին ռեսուրսների սպառման, ինչպես անենք 3 դրամ էժան լինի կամ 2 դրամ թանկ չլինի, հաշվիչները մենք սկսենք արտադրել, սա իրականում համակարգի հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ իրականում կարելի է շատ ավելի էժան էլեկտրոէներգիա ունենալ, եթե օրինակ ոչ մի ներդրում չանել, ոչ մի ծախս չունենալ, բայց 3 տարի հետո այս ամբողջ համակարգը քայքայվի եւ նոր օպերատորն ուղղակի չի կարողանա շահագործում իրականացնել։ Այսինքն իրատեսական ծախսերի նկատմամբ վերահսկողություն մենք չունենք։ Մենք գրում ենք, որ Գազպրոմ Արմենիա ընկերությունը ներկայացնում է, որ ինքն իրականացրել է պայմանական, հա 50 միլիարդ դրամի նյութական ծախս է։ Մենք առաջի հերթին պետք է հասկանանք, իսկապես այս 50 միլիարդի ծախսը իրականացվել է, թե չի իրականացվել։ Եթե մենք սրա նկատմամբ վերահսկողություն չենք իրականացնում, այստեղ հարցը միայն այն չէ, որ էլեկտրոէներգիայի, գազի գնի վրա է սա ազդում։ Նաև եթե ծախսերը չիրականացվեն, մենք համակարգն ենք հայկալու, ինչպես եղավ էլեկտրոէներգիայի պարագայում։ Մենք մեկ էլ տեսանք, որ ցանցերը
խայտարակված վիճակում են եւ պետք է իրականացվեն լուրջ ներդրումներ համակարգը փրկելու համար, դրա համար պետք է վերցնել պարտք, վարկ եւ բնականաբար պետք է գինը թանկանա։ Մինչդեռ եթե համապատասխան ներդրումներն իրականացվեն, մենք բնականաբար այս պարտքերը չենք ունենալու։ Չի կարելի թողել որևէ մեկը գա թալանի, հետո ասել, տեսեք, մենք գտանք թալանջում եւ այլևս չենք թողում թալանի։ Ի սկզբանե, որովհետեւ սրանք այն ոլորտներն են, որտեղ թալանը կանգնացնում է, այսպես ասած, կռախի առջև եւ ի սկզբանե պետքա դիմացն առնել։ Ես վերջին հարցը տամ խիստ անձնական, հա, որպես սպարող։ Այսօր առավոտյան, ուրեմն ես արթնացա ժամը 7-ին եւ սկսեցի գրել իմ անհրաժեշտ տեքստերը համակարգչի մեջ, հա, եւ արդեն երբ ժամը 10-ին պետք է այդ տեքստերը ուղարկեի հասցեներով, ժամը 10-ին այդ բոլոր տեքստերը լույս անջատեցին եւ բոլոր տեքստերը վերացան։ Ես ինչպես կարող եմ պատիվ պահանջել այդ ցանցից։ Այսպես ասեմ ձեզ, նախ առաջինը պետք է բարձենք արդյոք էլեկտրական ցանցերը ձեզ չէին զգուշացրել, որ դուք այս ժամին էլեկտրոէներգիա չեք ունենալու։ Հիմա արդեն գալիս է այստեղ վնասի փոխհատուցման հարցը եւ ըստ էության ես այս հարցին շատ եմ անդրադարձել։ Դատական կարգով իրավունքի վերականգնման process-ը ես ոչ մի հավես չունեմ դատանում։ Եթե դատանում չունեք, այսպես ասեմ, ալտերնատիվ, որովհետեւ այլ ալտերնատիվ էլեկտրոէներգիա ստանալու դուք չունեք, բնականաբար միակ տարբերակը այսինքն դուք չեք մեխանիզմ չունեք վախացնելու էլեկտրական ցանցին, որ կընտրեք այլ օպերատորի, հետեւաբար ձեր իրավունքների պաշտպանությունը բացառապես դատական համակարգում է։ Իդեպ ասեմ, որ թերևս հիմա կամաց շանս գալիս է, որովհետև այդ բարոյական վնասի փոխհատուցումը ասվածը կա, իսկ այստեղ բացառապես թե ինչ նյութական վնասներ կրեցիք, սրանք ապացուցողական եւ բավականին մեծ ծավալի process, հա, այսինքն դուք պետք է ապացուցեք, որ այս նամակը եթե չհասավ օրինակ ինձ, դուք ինչ նյութական վնաս կրեցիք, որպեսզի էլեկտրական ցանցերը այդ ամբողջ վնասը փոխհատուցեն։ Այլ հատուցման մեխանիզմը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 2000 դրամի նեղություն պատճառելու համար այդ էլեկտրական ցանցերը աննախատեսվածի դեպքում, եթե դիմող կա փոխհատուցում։ Մի խոսքով ավելին ասեմ, ներողություն, ես ցավոք եմ ասում, մեր իրականությունն է այդպեսին, բայց շատ եմ ցանկանում, որ այս սպառողական կուլտուրան, մշակույթը կամաց երկրում ձևավորվի, մենք գիտենք բազմաթիվ քաղաքացիների, ում տան, օրինակ, պայմանական հեռուստացույցը կամ ասենք որևէ էլեկտրական տեխնիկական սարք, էլեկտրոտեխնիկայի սարք չի աշխատել կամ վատ է փչացել, որովհետև էլեկտրոէներգիայի տատանում է եղել այս պահին։ Որևէ մեկը չի փորձել իրավունքը վերականգնել։ Այսինքն աղմուկ իրականում մենք ավելի շատ սիրում ենք բողոքել, քան պաշտպանվել։ Սա հասարակական պրոբլեմա, անհատական չի եւ ավելին ասեմ, այս ժամանակակից աշխարհում է սա ընդունված, այսինքն սոցիալական ցանցում մարդիկ կատարում են գրառում բողոք, բայց սա նպատակը պաշտպանվելը չի, սրա նպատակը խոսելն է։ Այլ մենք պետք է սիրտը հովացնելու, այսինքն մենք պետք է սկսենք ոչ թե սիրտը հովացնելու process-ի մասին մտածել, այլ պետք է սկսենք մեր իրավունքների պաշտպանության։ Ու ի վերջո սպառողների շահերի պաշտպանություն ինստիտուտը այդպեսին, որպեսզի սա շահի իրավունքի վերածելու process-ն է։ Շահի իրավունքի վերածելու process կարող է լինել մենակ մի դեպքում, եթե կա հանրային պահանջ։ Հանրային պահանջ չլինելու դեպքում միշտ կանգնում ենք փակուղու առաջ, ինչու, որովհետև պարզվում է, որ այս ամենը հետաքրքրում է միայն մեզ, որովհետև գրառում կատարողը իրականում վաղուց մոռացել է այն գրառման մասին, որ ինքը կատարել է, եւ սա դեռևս գլոբալ խնդրեմ է, որը պետք է շուտապույտ փորձենք լուծում տալ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Բիպոյանը։ Մենք վաղ նորից կհանդիպենք, ցտեսություն։